Լուրերի թողարկումն է եթերում հարգելի հեռուստադիտողներ եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, ասել է թե վերլուծությունների ժամանակն է, իսկ վերլուծելու շատ բան կա այսօր, բարև ձեզ Արմեն։ Կամ գնում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կամ նախ Հայաստան, ինչ եք կարծում։ Որպեսզի մեզ չմեղադրեն, որ մենք մասկի շոուը այդ բանը բաց ենք թողում, հեղաշրջման փորձը, ասենք չասեն թե ընդ հեղաշրջումը դուք չեք անդրադառնում, եկեք Հայաստանից սկսենք։ Բայց ինչու մասկի շոու։ Թե որտեղ մասկի շոուի է։ Այսինքն չեն արել այդ մարդիկ այդպեսի բան։ Ես չգիտեմ ինչ են արել, ժամանակացույց կտա, բայց ընդհանուր այդ մթնոլորտը մասկի շոուի է։ Հայաստանի մթնոլորտը քաղաքական մասկի շոուի է, էլի։ Լարվածությունը, Արմեն, լարվածությունը, այստեղ մասկի շոու չի, որ գնում են մարդկանց Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես ձեր տեսակետը գիտեմ։ Եթե իմ տեսակետն եք հարցնում, ես ես ասեմ, ես ինձ սկզբից թվում էր, որ այս process-ները Կարեն Կարապետյանի հետ կապված են ուղիղ, բայց քանի որ հիմա պարզ դարձավ, որ դա 24 թվականի փաստաթուղթ է։ Չէ, փաստաթղթի մասին բացատրությունը տրվեց, այդ փաստաթղթի հասկացա 24 թվականով է թվագրված։ Չէ, մի ընդամենը մի էջն էր, դրա մասին էր խոսքը, մնացած էջերը 24 չէին։ Ուղղակի քանի որ սկսվել է այն ժամանակ, այդ մի էջը 24 թվականին։ Հիմա հրապարակվել է, որ փաստաթուղթը հրապարակվել է, հակառակը ասում են, որ ծրագիրը 24 թվականի համար է եղել։ No, ծրագիրը 24 թվականի համար է եղել։ Նշանակում է դա գրվել է 23 թվական, այսինքն հենց Բագրատին մտցրել են այդ շոուի մեջ, արդեն այդպիսի մի բան է գրվել, փաստաթուղթ են, որ երբ ուզենան կարան օգտագործեն, էլի։ Դե ջրի շախմատիստը իր ոճի մեջ է։ Ծաղկյանքը տենց խառնեցին իրար, էլի 30 տարի։ Ժողովրդին տենց շեղելով եւ տարբեր իրենց համար բան։ Իմ համար էս ամեն ինչի մեջ ամենալուրջ process-ը հեծն է։ Եկեք ճիշտ է խոսանք, մնացածը մասկի շոուի է։ Բագրատ, դա ի սկզբանե մասկի շոուերից համար այդ Բագրատը, բայց երբ որ արդեն պարզ դարձավ։ Բայց եթե անեին են ինչ որ պլանավորում էին։ Այստեղ պետք է զգուշ լինել, միակ բանը, Լավ, եկեք իմ տեսակետն եք հարցնում, ես ասում ձեզ հիմա այդ գիտեք որ նա ոնց որ հիմա ամերիկյան հետախուզությունը հրապարակի, որ հրապարակվել է ԱԱԾ-ի կողմից Քենեդիի սպանության պլանը։ Ասենք սպան է բրծել են արդեն, հա, ոնց որ հրապարակի, այդ հիմա պատկերացրեք, այո, պատկերացրեք հիմա եթե այդ տրամաբանությամբ նայենք, պատկերացրեք իրենց հաջողված լինել այդ ամեն ինչը ու մի երկու տարի մի հատ շնորհակալություն է հայտում ԱԱԾ-ին, ինչի համար, որ 2 տարի ուշ բացահայտվել է ծրագիրը, բա որ արած լինեին արդեն։ Հասկանում եք տրամաբանություն չկա այդտեղ։ Սա մի կողմից, բայց մյուս կողմից ինձ համար ասում, այստեղ գլխավորը պետքա պարզել, այստեղ ամենակարևորն է, որովհետև Փաշինյանը փորձում է կապել Կարեն Կարապետյանը այս process-ների հետ, բայց չի կապվում, որովհետև նա շուտվանից է սկսվել այս ծրագիրը գրվել։ Կարեն Կարապետյանը հեծը վերցնելու process-ը։ Դա եկեղեցու պաշտպանելը Կարեն Կարապետյանի կողմից։ Այդ եմ ասում, այս է կարևոր, պետքա պարզել, ինչու։ Որովհետև այս ամեն ինչի մեջ, տեսեք, եթե Աբազյանին ինչի հանեցին, իմ ունեցած տեղեկություններով կապված է եղել, ես ունեմ տեղեկություններ որոշակի, չասեմ ինչ որ բան, բայց իմ inside ունեմ, sense ասած, որ կապված է եղել հենց Կարեն Կարապետյանի հետ։ Այսինքն ես չասեմ, ենթադրում եմ, իմ inside-ն է, որ կապված է դրա հետ, բայց ես մանրամասն չգիտեմ ինչի կոնկրետ։ Հիմա ենթադրում եմ, որ օրինակ, տեսեք, Կարեն Կարապետյանին կարող է նախապես ասած լինեին, որ քո հետ կապված այսպիսի process է սկսվելու։ Օրինակ, արտահոսք եղած լինել ԱԱԾ-ից։ Հիշում եք, որ երբ որ մենք գիտենք, որ օրինակ Աբազյանը կապ ուներ Բանանի Միհիրանի հետ, երբ որ նա ձեռքին էր զանգահարել եւ այլն, այսպիսի բան, հա։ Հիմա բնականաբար այդ տրամաբանությամբ եւ մենք գիտենք, որ ընդհանրապես այդ 5 ԿԳԲ-ի կադրերը շատ ուժեղ կապ ունեն Ռուսաստանի հետ, հա։ Հիմա չեմ բացառում, որ տեսականորեն հիպոթետիկ եմ ասում։ Ենթադրում եմ, հանկարծ այդ ինսայդը չունեմ, ասում, ունեմ, որ կապված է դրա հետ։ Հիմա հիպոթետիկ ուրեմն պատկերացրեք Աբազյանը վերցրել է զանգել է Կարեն Կարապետյանին, զգուշացրել է, որ հետևից հետ գալու են։ Տեսականորեն։ Այսինքն կարա դա պատճառ լինի, կարա լինի պատճառ։ Եվ այդտեղ կարող է արդեն Կարեն Կարապետյանը հասկացել է, որ արդեն իր հետևից գալիս են, հեծի հետևից գնում են, այդպիսի ծրագիր կա, իսկ լավագույն լարվածության պահավորն էր այդ շրջանում։ Եկեղեցի Փաշինյան, ճիշտ է։ Դե որպեսզի իր բողոքը արտահայտի ցույց տա, որ ինքը տեղյակ է,
ինքը չի պատրաստվում հանձնվել, ինքը պատրաստվում է պայքար սկսել, հա, իր հեծը պահելու համար եւ այլն, ինքը գնում է սկսում է այդ պայքարի մեջ մտնել, հա։ Այս ամենի կա որ հեծը հեչ պետք չի իրան, իր ավելորդ հասկացա, բայց տեսեք, այս պարագայում, ընդ որում ասեմ ձեզ, փաստաթղթի մեջ Սամվել Կարապետյանի անունն էլ չկա ախր։ Դա է խնդրեմ։ Չկա։ Եվ բացի դրանից էլ եթե դա 24 թվականի ծրագիր է, ինչի է շատ է, ջեր դատարկ։ Մի խոսքով, այս ամեն ինչը դնենք մի կողմ, հիմա ես գլոբալ մի բան եմ ուզում ասել։ Այն, որ միշտ ասել եմ, իրանք հիմա տեսեք, այստեղ արդեն այս երկու process-ը բաժանվում է, օբյեկտիվ տվյալներ ստանալով, այս երկու process-ը բաժանվում է։ Այս հակառուսական, այսինքն այս Ռուսաստանի դեմ քաղաքականությունը օգտագործվում է միավորներ վաստակելու, այսինքն բնականաբար արևմտյան աշխարհում։ Հիմա եթե այս process-ը իրական է, այնտեղ դուք տեսաք, քանի անգամ Ռուսաստան է շեշտվում, չէ՞, այդ ծրագրի մեջ։ Ահա, շատ լավ։ Դե հիմա այս իշխանությունը ամենաշատն է Ռուսաստանի հետ կապեր ստեղծել տնտեսական, իսկ Նիկոլ Փաշինյանը ուրեմն անցած տարվա, կարծեմ 24-ից, չէ, 24 տարվա նոր տարվա շեմին, երբ որ պիտի 25 թվական, թե 24 թվական մտնենք, այդ չեմ հիշում, կներեք, հիշում, ինքը դեսպաններին կանչեց, ԱԳՆ-ում էր հանդիպում, ինքը ելույթ ունեցավ եւ ասեց. Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշվում է տնտեսությամբ։ Այսինքն տնտեսությունն է որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Նորից եմ ասում, ես թվերին եմ հավատում, գործերին եմ հավատում։ Մնացածը իմ համար մասկի շոու է։ Եթե իրականում այդքան Ռուսաստանի անունը, տեսեք, այդքան կիբեր հարձակում, այսքան հիստերիա Ռուսաստանից, հիմա էլ ինչքան աստղ կա, հիմա էլ այն Նիկիտա Սիմոնյանին են խառնել ընդեղից Սամվել Կարապետյան։ Տեսեք, Ռուսաստանը հիմնականում կենտրոնացել է Սամվել Կարապետյանի վրա, ինքը հեծի դարդին է, ուշադրություն դարձրեք։ Այս process-ներին ինքը չի խառնվում, բայց հեծի թեմայով էլ Կիրկորով, էլ Սալավյով, էլ Սիմոնյան, հիմա էլ Նիկիտա Սիմոնյան։ Այդ մարդը արդեն, չգիտեմ, 100 տարեկան է, ֆուտբոլի տրեներ ա եղել, Արադ 73-ի վիպա, իրանց թվում է թե դա էֆեկտ կունենա Հայաստանի ժողովրդի վրա, ասենք, հա, մի 15-16 հոգու, որ իր օրոք հիշում այդ ամեն ինչ էֆեկտ կունենա, մնացածի վրա էֆեկտ չի ունենա։ Այստեղ արդեն պետք է բաժանել ու ստեղ լուրջ վերլուծել։ Ինչ է անում այս հեծի պահով կառավարությունը, իսկ Բագրատա եկեղեցական խառնը արդեն պարզա, որ սա մասկի շոու է։ Այս ակնհայտորեն, որտեղ իրանք չունեն ռեյտինգ, ընդդիմություն։ Հիմա այս ձերբակալությունների արդյունքում 1000 բան է պետք պարզել։ Այդ ապացույցները, այդ գաղտնալսումները կարող են իրանք արդյոք օրինական եղել, թե չէ, որտեղ թե օրինական չեն կարող օգտագործել դատարանում, որտեղ դրա համար պետք է դիմաց լինեին, հատուկ թույլտվություն ստացած լինեին, կդատվի չի դատվի, այսինքն կարող է նստածնեն, հիմա կարող է վերընտրվեն, ասենք ընտրություններից 2 ամիս անց սաղին հանեն բանտից, ասենք այդ մասկի շոուն պրծնի, իրենք գնում են ամենաերկար իշխանությունը լինելու Հայաստանում, այսինքն 3-րդ ժամկետի են գնում։ Նիկոլ Փաշինյանն ու այս իշխանությունը դառնում են Հայաստանի ամենաերկարակետ իշխանությունը, ոչ Սերժն է այդքան ղեկավար է, ոչ Ռոբերտն է, եթե ընտրվեն էլ իհարկե։ Իսկ դա արդեն հասկանում եք, ժողովրդի մոտ հոգնածություն առաջացնում։ Դա բնական, ես ոչ թե ինչ որ բանի առումով եմ ասում։ Նորմալ է։ Այսինքն բնականաբար պետք է ժողովրդի մեջ ինչ որ ինտրիգ մտցնել, որ ժողովուրդը այսպես մի հատ աշխուժանա, թափ գա, հա, ասենք հասկանա ինչի համար պետք է ընտրվի։ Ոչ մի գործ արած չի նորմալ, պետք է ինտրիգ ստեղծեն, որ մեզ տեսեք այդ Ռուսաստանի։ Հիմա լավ, երկրորդ մասում կամփոփեմ, որպեսզի տեսնեք որքանով են իրանք այսքանում անկեղծ։ Երկրորդ մասում կա մի չափանիշ, որը կասեմ։ Եթե արեցին այդ չափանիշը, կասեմ հարց չկա։ Լավ, հիմա գնում ենք գովազդային դադարի։ Սերիալ ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում, մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ, բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի, ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ, միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը, բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com
Վերլուծությունների ժամն է շարունակվում է RTN-ի լուրերի տաղավարում հարգելի հեռուստադիտողներ, պարոն Չիբուխչյանն է այստեղ եւ խոստացավ, որ գովազդից հետո կամփոփի Հայաստանյան այդ հատվածը։ Այո։ Հիմա ուրեմն լավագույն չափանիշ, ուրեմն ասում, ես բանից չխոսեցինք, այդ մասը ես անդրադարձել եմ, այսինքն Սամվել Կարապետյանի Ռուսաստանի դերակատարություն, դա նախորդ վերլուծություններում ասել եմ, ինչի հետ է կապված Սամվել Կարապետյանի կոնկրետ այս հեծի process-ը ինչի հետ կարող է կապված լինի, այդ մի կողմ դնենք, բայց փաստացի այսօրվանով ինձ համար այս երկու process-ները առանձնացան, հիմա պետք է հասկանալ, թե որքանով է, եթե իրականում սա նախընտրական չի, այլ լուրջ Հայաստանի Հանրապետության համար արվող գործողություններ են, ուրեմն մենք անմիջապես կտեսնենք հեծի սեփականաշնորհում, հետո լրջագույն այնպիսի երկրից կազմակերպության ներգրավում հեծի մեջ, այսինքն որտեղ դուք գիտեք չէ՞ որ հեծը բանի տակ է, բարկի տակ է, այսինքն գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Դրա համար էին ասում այդ մասին, որ իրենք Այո, հիմա այսինքն օրինակ ամերիկյան տեսեք հիմա բանի հետ կապված հիմա տեսեք մենք գազային ահավոր կախվածություն ենք չէ Ռուսաստանից օրինակ եթե հեծը վերցվի եւ օրինակ ամերիկյան լրջագույն հատկապես հաշվի առնելով որ հիմա ամերիկացիք մեծ մոդուլային ատոմականներ են առաջարկում լրջագույն տալ ամերիկացիներին եւ դրանով նաեւ ներգրավվել այսինքն բնականաբար մեր տարածաշրջան ամերիկացիք այստեղ շահեր կունենան եւ դա նաեւ մեզ կապահովագրվի հիմա ցավոտ բան եմ ասելու իրենց համար Թուրքիայից շատ կախվածության մեջ չեն գնելու հարցում հա դա շատ կարեւոր է այսինքն որտեղ ամերիկան շահեր կունենա երկրի ներսում երկրորդը տնտեսության, այսինքն որտեղ այս այն իշխանությունը, որ իրոք Եվրամիության հետ առևտուրը պակասեց Ռուսաստանի հետ, պակասեց եւ Ամերիկայի եւ Եվրամիության հետ։ Այսինքն երկրորդը մենք պետք է այդ տարբերությունը զգանք։ Այս ամեն ինչի արդյունքում մենք պետք է իրոք դիվերսիֆիկացիա տեսնենք, որ աշխատանք է տարվել եւ տեսնենք, որ սկսում է process, որով Հայաստանը իրոք սկսում են դարձնել անկախ պետություններ գրավելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների պես պետություններին Հայաստանում, ուրեմն ինչը կբերի բնականաբար նաեւ մեր անկախության աստիճանի, Հայաստանի Հանրապետության անկախության աստիճանի բարձրացում։ Ուրեմն թվերը կխոսեն այդ մասին։ Իսկ եթե պետքա այստենց դատարան, մատարան, Բագրատ, Կերավ, որտեղ ասեմ ձեզ, ես իդեպ ասեմ, շատ թող չուրախանան այն կողմնակիցները, որ եթե սա հանկարծ կոնկրետ արդյունք չունեցա, որի մասին մենք կարողանանք խոսել, սա նաև հերոսացնում են Բագրատախառը, Գարեգինախառը, որտեղ մենք Տրամպի այդ պատմությունը տեսանք, չէ՞, մեռան դատական գործեր հարուցելով, մեռան Տրամպին, ինքը convicted felon, այսինքն դատապարտված հանցագործ է Տրամփը, ըստ դատարանի։ Գիտեք, տվել ենք, չէ՞։ Ահա, ինչ եղավ ընտրեց ժողովուրդը։ Այսինքն դուք ամեն մեկը մտածում է բացառված է, չէ՞, ոնց կարող է ժողովուրդը։ Մենք չգիտենք մարդկանց մտածելակերպը, դուք չեք կարող բոլորի համար պատասխան տալ։ Այսինքն շատերը հիմա իրենց գյուղերում նստած կամ քաղաքներում նստած մտածում են բանը, իրենց համար օրինակ Բագրատն ու Էսթևը ռուսահպատակների դառնում են հերոս, հա, եւ դուք չեք կարա բան անեք, ոչ մի բան անեք դրա դեմ, հա։ Հետեւաբար իրականում ես ասել եմ, սա կվերա, եթե ոչ մի արդյունք չունեցես սա, սա կդառնա փոխադարձ PR-ի process։ Փոխադարձ ի վերջո կդառնա փոխադարձ PR-ի process եւ մենք կունենանք ի վերջո խորհրդարան, որը նույն սխեմայով աշխատել, այս խայտարակությունը, ցիրկը, կրկեսը, որ ունենք, շարունակվելու առաջիկայում։ Այս դրա համար եմ ասում, ոնց ինչ այդտեղ տրամաբանություն կա, որ եթե մասկի շոու, ուրեմն այդ մասկի շոու կազմակերպողները այսքան մտածելով չեն եզրանգել դրան։ Տեսնենք։ Մենք ես սիրում եմ, տեսեք, ես հակասություն չկա, ժամանակը այդ բոլոր հակասությունները իր տեղն է գցում։ Հիմա ես տվեցի, չէ՞ ինդիկատորները։ Օբյեկտիվորեն տվեցի, չէ՞ ինդիկատորները։ Դե նստենք սպասենք։ Տեսնենք որքանով ով անկեղծ էր սա մասկի շոուի, թե իրոք Փաշինյանը որոշել է վերջապես Հայաստանը իրոք անկախության ռելսերի ճանապարհին դնի, որովհետև գլխավոր ինդիկատոր ասեցի։ Հետո մի բան էլ ասեմ, դες կներեք, սա էլ արագ ասեմ էլի։ Ալեն Սիմոնյանով, բանով բոլորը, դա Դաշնակցությանը համարյա տերորիստական կազմակերպություն են հանում, որ հոկտեմբերի 27-ի համեմատություններ չէ, բան եւ այլն, հատկապես այդ Հրանտ Մարգարյանն էս վերջերս այդ թեմայով հայտարարություններ դուրս տվել։ Կուսակցությունը հայտարարություն։ Տեսնենք, հիմա օրինակ, այսքանից հետո եթե իրանց պահված, այսքանից հետո, այս մեղադրանքներից հետո, եթե Դաշնակցությունը չի արգելվում Հայաստանում, պետք է արգելվի այսքանից հետո։ Այլ գնում է եւ դառնում է նորից խորհրդարանական խմբակցություն, դուք կասեք այդ ինչը։ Լավ, սպասում ենք ուրեմն, բայց էլ չենք սպասելու, այս պահին արդեն սպասելու ենք ձեր վերլուծություններին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի Այդ ավելի կարա, եկեք լուրջ թեմաներից խոսենք։ Ուրեմն տեսեք, Թրամփը պապա դարձավ,
հայր դարձավ։ Իմացակ երևի արդեն։ Եկեք ասենք մի ամբողջ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի պետությունների հասավ հաջողության 5%-ի առումով առնվազն։ Բայց Ռուտեն կնքեց Թրամփին որպես հայր, չէ՞, խոսակցության ժամանակ, որ ասեց երկու երեխաների կռվում մնացեց արու հայրը պետք է ջղայնանա այդ երկու եւ այստեղ արդեն ուրեմն շատ հետաքրքիր է։ Ինքը ասել էր, չէ՞, երեխաների կռվի Շատ գոհ ամենաց է Թրամփը։ Բոլորը եկել Շնորհակալություն են հայտնել մանավանդ Զելենսկին։ Այո, չէ, Զելենսկին ինքը քննարկել է շատ լավ էր, որ ես շատ ուրախացա, որ մտածում էի մի անդուր բան ասելու, այսպես ձևակերպեմ, որ ասենք էլի ես իրականում Պուտինին կպավ նորից, ասեց, որ ես իրան անընդհատ դա շեշտեց, որ ես իրան ասեց ինձ զանգի առաջարկում էր Իրանի հետ կապած օգնություն, ասի դու մի հատ քեզ օգնի, իրականում դա շատ ստորացուցիչ ու վիրավոր, այսինքն ցույց տվեց, որ դու մի հատ քո գործը արա հələ նոր հետո բանան։ Գլոբալ ասեմ ձեզ Իսպանիան չմիացավ։ Այո, Իսպանիան արդեն մեղմ սպասեց, ես լավանում եմ, բայց դուք պետք է վճարեք, այսինքն ես եւ այլն։ Ասեմ ձեզ, իմիջիայլոց Թրամփի այս քաղաքականության պահը օգուտ տվեց, եվրոպացիք շնորհակալություն այդ։ Եվրոպացիք հասկացել են մոտեցումը, ոնց պետք է Թրամփին վերաբերվել, այսինքն փշա բան։ Որ Թրամփի դոկտրինի մասին ասեցինք, լսել եք։ Ոչ է։ Որ նախ փորձում ես դիվանագիտական ճանապարհով, հետո ճնշում ես դիվանագիտական ճանապարհով, հետո եթե դա էլ չի ազդում, անցնում ես արդեն ռազմական ճանապարհին եւ հաղթում ես ու հետո հետ ես գալիս։ Հա, հասկացա։ Չէ, դե տարբեր է, հիմա տեսնենք Պուտինի հետ կապած ոնց կանի։ Իդեպ ասեմ, այդտեղ հետաքրքիր զարգացումներ կան, այսօր չենք հասցնի արդեն, գուցե վաղը հիշենք, խոսենք Ուկրաինայի մասով, այստեղ հետաքրքիր մեսիջներ եղան, որտեղ ես դիտեցի նաև Ռուբիոյի պոլիտիկոյին տրված հարցազրույցը, սա էլ էր կարևոր, վաղը երևի անդրադառնանք, բայց գլոբալ մի բան ասեմ, էսենցիալով ավարտենք, եվրոպացիք ՆԱՏՕ-ի հանձնաժողովի ժամանակ որոշել էին, որ պետք է համոզել Թրամփին, որպեսզի ինքը չլքի եվրոպացիքին եւ ուկրաինայցիներին այս պայքարում եւ կարողացել են այնպիսի ընդունելություն կազմակերպեն նախագահ Թրամփի համար, շատ շոյված էր եւ հասկացավ, որ բոլորը իր կարիքը ունեն եւ դա իրան դուր էր եկել։ Դրական մեսիջ էր, էլի։ Բայց եկեք չհերքենք, չմերժենք, որ մարդը հասավ այդքան հաջողությունների, այս մի քանի ամսվա ընթացքում երկու պատերազմ մոտավորապես կոնը, երկրորդը մոտավորապես արդեն դադարեցված է։ Առաջինը հաստատ տեսագյունից ենք, բայց հա այդպես ասենք, հələ տեսնենք, որտեվ Իրանում էլ աչ խոսեցինք, Իրան դեռ լուրջ է, դեռ էլ լուրջ է, հասկանանք ինչ է։ Դե պիտի խոսեն ավելորդ խոսակցություններ են, դրանք կտեսնեք, ես կարծում եմ գոնե։ Չէ, արդյունքները խոսենք ինչ էին խոսում, որտեվ հիմնական թեման թե ինչ կարող է վնասվել այդ բանը, վաղը խոսենք։ Չէ, բայց այսօր մի բան էլ ասեմ, կներեք, այսօր Փեզեշկյանը ասաց, մենք համաձայն ենք չունենանք միջուկային զենք, բայց այդ դեպքում պիտի չունենա նաև Իսրայելը։ Այո, հենց այդ եմ ասում էլ, եթե ուզում ասեի այնտեղ։ Լավ, մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։ Հաջողություն։